Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 3-ի համար։ Օրը չորեքշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 3-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը կտրուկ ոչեք քայլ կարող եք անել, դա կարող է լինել նաև անմտածված եւ դրանից հետո որոշ խոչընդոտներ առաջանան ձեզ մոտ։ Կամ խոչընդոտները լուծելու համար եք կտրուկ քայլ անելու, կամ եթե խոչընդոտներ չկան, եթե կտրուկ քայլ անեք, ապա կարող եք ուղղակի խոչընդոտներ գրավել դեպի ձեզ։ Ինչ-որ բան է ուշանում, ձեզ մոտ պետական հիմնարկության հետ դա կարող է կապված լինել, կամ ուսման կենտրոնի կամ որևիցե բժշկական կենտրոնի հետ, ամենայն դեպս պետական հիմնարկություն է եւ մոտավորապես 2 ամիս ինչ-որ մի բան կարող է ուշանալ։ Ոմանք այդ օրը կընդունվեն աշխատանքի, կարող են գնան հարցազրույցի, շատ աշխատանք կունենաք, բավականին կարող է շատ պատվեր եք ունենում, հարցազրույց կարող է նաեւ պետական աշխատողի հետ հանդիպում կամ այդպես խոսակցություն հարցազրույց։ Եվ իհարկե ոմանք կարող են բիզնես բացել, բիզնեսը առաջ տանել, աշխատանքը առաջ տանել, շատ ունենաք աշխատանք եւ լավ անեք։ Դե կախված է, հա, եթե պատվերով եք աշխատում, ինչքան շատ աշխատանք, այնքան ավելի լավ, կամ քանակով եք ինչ-որ մեկի մոտ աշխատում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 3-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը առավոտյան ինչ որ դες միայնակ եք զգում, ինչ որ միտեղ կարող է գնալ նաև, ինչ որ դեպրեսիվ վիճակ դա կարող է լինել կամ մելամաղձոտություն, ոնց որ բոլորից առանձին ինչ որ միտեղ կամ ինչ որ բան է ուշանում, ինչ որ բան է դանդաղում, դրա համար եք տխուր, դրա համար եք ինչ որ ստրեսի մեջ նաև։ Սա միայնակության զգացում է ավելի շատ։ Եվ հաջողություն ունեք հիվանդանոցում, միգուցե արունեք հանձնել լավ է գալիս, միգուցե հիվանդանոցում ինչ-որ մեկը կա կամ ծննդաբերությունը եւս այդ ամենը շատ լավ կանցնի։ Սեղանի շուրջ եք նստելու այդ օրը եւ տան հետ կապված որոշի իրադարձություններ կան։ Միգուցե տեղափոխվում եք, միգուցե ինչ-որ պահեր են, որոնք որ տանն է վերաբերվում կամ գնում եք տուն նայելու կամ ինչ որ պահեր են, մի խոսքով, ինչ որ նաև հյուրեր կարող եք ընդունել, տան վարձ եք տալիս, տուն եք գնում, տուն եք վաճառում, առիթ է նաև, որ կարող եք, ձեր տունն է կամ ձեր տանն է այդ առիթը կամ պետք է գնաք այդ առիթին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին դեկտեմբերի 3-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում եւ կարող է իրենց պատճառով է, որ ինչ-որ մի բան փակ է ձեզ մոտ, ինչ-որ մի բան չի ստացվում անել։ Դա նաև կապված է ճիշտ ժամանակին չեք հասցնում կամ հետ են պահում ձեզ, որ դուք այդ ժամին չեք անում, ինչ որ մի բան է, ժամանակի հետ նաև կապված։ Եվ հույսով եք, որ կկարողանաք հասցնել կամ չեք հասցնում այդ ճիշտ ժամանակին եւ երկերեսանիները միանգամից վազում են ունեք ձեր տնօրենի մոտ ու ասեն, որ ուշացաք կամ նման որից է պահեր։ Օրվա ընթացքում ոմանց կարող են ամուսնության առաջարկ անել, հրավերք որևիցե հարսանիքի կամ ձեր հարսանիքն է, կամ նաև գործարք է սա, որը կնքում եք ինչ-որ մեկի հետ։ Նաև երեկոյան ինչ-որ միտեղ երկար կմնաք ինչ-որ մեկի հետ, կամ նաև ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնած, որի մասին կարող եք իմանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 3-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը հանդիպում ունեք ոչ թե տղայի հետ կամ կարող շփվել ոչ թե տղայի հետ, կամ այդ տղայի հետ գնաք հանդիպեք օրինակ ոչ թե մասնագետի, հա, ոնց որ ձեր ամուսինն է, ձեր տղան է գնում եք ոչ թե մասնագետի մոտ, այդ մասնագետը եւս տղամարդ է։ Նաեւ նա կարող է լինել իրավաբան կամ այդ տղան ձեզ ուղղորդի այդ մեկ այլ տղամարդու մոտ, որը կարող է նաև հա ավելի հզոր մասնագետ է, ավելի ուժեղ մասնագետ է, ինչ որ մի հարցում նաև ձեզ կարող է օգնել։ Եվ այդ օրը նամակ կարող եք ստանալ, SMS, փաթեթ, ինչ որ փաստաթուղթ, որը որ ձեզ բավականին շատ կուրախացնի։ Եվ հետո խոչընդոտներ ունեք, որը պետք է հաղթահարեք օրվա ընթացքում, եւ օրվա վերջ հեռախոսազանգ կամ դուք եք զանգահարելու կամ ձեզ կարող են զանգահարել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին դեկտեմբերի 3-ին։ Հարգելի առուսներ, այդ օր առավոտյան շուտ կարող եք ինչ-որ մեկի հետ վիճել ժամի հետ կապված, դա կարող է լինել, կամ ուշանում են, կամ ինչ-որ պահեր են, այստեղ տատանվում եք, նաև մտածում եք ուր են, ինչ են, դե համար էլ, կամ տատանվում եք, վիճեք թե չէ, կամ վիճելուց հետո եք սկսում տատանվել, արդյոք արժեր, թե չարժեր, դե համար կարող եք ձեզ զսպել, և կարող վիճել հետո ուշանալ, նաև։ Օրվա ընթացքում կարող եք մի փոքր տխրել, ձեզ միայնակ զգալ, կամ այդ վեճից կարող է լինել այդ, որ ինչ-որ միտեղ ուշանում եք, կամ ինչ-որ մարդիկ են ուշանում, իրենց պատճառով սպասում եք, այ դա կարող է լինել նաև այստեղ ձեր տխրության պատճառը։ Եվ նաև օրվա ընթացքում ուրախության արդյունքներ են սա։ Ինչ-որ պահեր են, ուրախության արդյունքներ են։ Եվ որ թե նամակ կստանաք, տեղեկատվություն, հնարավոր է փաթեթ է, SMS է, նաև ինչ-որ կարևոր, ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կարող եք լինել, եւ որ թե տղամարդու հետ կամ կհանդիպեք, կամ կարող ձեր տնօրենն է իր հետ եք խոսում, կամ ոչ թե մասնագետ է, կամ ձեր ամուսինն է, ձեր տղան է, ով որ կարող գալիս է, եւ կամ նաև պետական ոչ թե աշխատող, ում հետ որ շփվում եք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։
Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 3-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ոմանց կարող են ամուսնության առաջարկ անել սիրոխոստովանություն կամ ընտանիքում որևէ հաջողություն կլինի կամ ձեր երկրորդ կեսի մոտ որևէ հաջողություն կլինի, նոր դռներ կբացվեն ձեր առջև, նաև սա կարող է գործարք է, որը եւս էլի նոր դռներ է բացում ձեր առջև։ Այդ օրը ճանապարհ կգնաք կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ եւ որոշ խոչընդոտներ կան կարիերան առաջ տանելու հետ կապված։ Համենայն դեպս շատ քիչ կկարողանաք այն առաջ տանել, շատ քիչ աշխատանք կարող է կա կամ խոչընդոտները չեն թողնում, որ ավելի շատ գործ անեք, որտեղ ոնց որ ինչ-որ մի բան պակասում է, բնականաբար արդեն չեք կարող մնացած գործերն անեք։ Եվ այստեղ կարող են ձեզ ինչ-որ մի բան խոստանալ, չանել, թեկուզ դա կարող է լինել կարիերայի հետ կապված է, ինչ-որ մի բան ձեզ խոստանան, որ սա այսպես կլինի, բայց դա չանեն այդպես, ինչպես որ պետք էր։ Դա նաև որևէ գաղտնիքի բացահայտում է, կարող ինչ-որ մի բան իմանալ։ Նաև կարող է մասնագետ է ձեզ ասում այդ մասին, ինչ-որ մի բանի մասին, այդպես նա փուչկի նման այդպես պայթացնում է։ Եվ հանդիպում շփում որևէ տղայի հետ։ Այդ օրը երիտասարդ տղա է, միգուցե սիրային առումով է, միգուցե նաև մեկ այլ հարցեր են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 3-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը հիվանդանոցում ինչ-որ մարդիկ ունեք կամ դուք եք գնում որևէ բժշկական կենտրոն, այնտեղ որևէ մասնագետի հետ կարող եք խոսել։
կամ ձեզ համար կամ մեկ ուրիշ մարդու համար օրվա ընթացքում ինչ-որ մի ձևով ցավ եք ապրում, կամ տխուր եք, կամ միայնակության զգացում է, դեպրեսիվ վիճակ, եւ հետո խոչընդոտներ կան։ Չգիտեմ ինչու, կարծես թե այդ օրը երևի թե լավ օր չէ, շատերի մոտ է այսպես։ Եվ ինչ-որ մի բան է ուշանալու, մոտավորապես մինչև 3 ամիս կարող է ուշանալ։ Դա է այդ ամեն ինչ, կամ միգուցե 3 ամիս պետք է բուժվել, 3 ամիս, դե չեմ ուզում կապել դրան, տարբեր մարդիկ են նայում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 3-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը օծեր կան, դրանք կարող են ձեզ տխրեցնել, ցավեցնել նաև, կարող եք վիճել նաև այդ օրը, միգուցե իրենց հետ, միգուցե մեկը ուրիշ մարդու հետ, հետո այստեղ տատանվում եք, կամ երևի տատանվում եք, վիճեք թե ոչ, թե դիմանաք, եւ հետո ոչ էլ լուսավոր մի բան է տեղի ունենալու, եւ ձեր տրամադրությունը անմիջապես կփոխվի, այնպես որ միգուցե պետք է չի վիճել։ Եվ օրվա ընթացքում կհանդիպեք ոչ մասնագետի հետ, այնտեղ գորգռում եք, կամ գորգռում եք դուք եք վատ զգում, կամ հետո այդ դիմացինն է վատ զգում, կամ նաև հիվանդանոցում ուղղակի գորգռում եք։ Սպասում եք ինչ-որ մեկին, ինչ-որ բանի գորգռալուց հետո, եւ երկար սպասված ոչ տեղեկություն կստանաք, լավ լուր կստանաք, բարի լուր կստանաք։ Միգուցե ինչ-որ մեկը երեխա ունենում եւ գնում եք լարված, ուզում եք որ առաջինը իմանաք ամեն ինչ, բժշկից առաջ իմանաք ամեն ինչ, եւ կամ վիրահատություն է եւ սպասում եք այստեղ եւ լավ լուր եք լսում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 12-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք։ Նաև ինչ-որ մի բան փակ է, կապված են դա նաև, որ ձեր ձեռքից բաց եք թողել ինչ-որ մի հնարավորություն, դա կարող է լինել աշխատանքի հետ կապված, բիզնեսի կամ հանդիպում որից է պետական աշխատողի հետ։ Եվ սկսեք գորգռալ, բավականին էմոցիոնալ կլինեք, կողանաք ձեզ զսպել ինչ-որ մի հարցում։ Օրվա վերջը զարգացում կունենաք, առաջ խաղացում ձեր գործերում, ձեր այն ինչ որ դուք անում եք։ Եվ երեկոյան ոյցը փուչկի նման ինչ որ մի գաղտնիք կբացահայտվի, բացի դա էլ կարող են ինչ որ ձեզ բաներ խոստանալ, որը եւս փուչիկ է։ Լուրջ բան չէ դա։ Այսքանը ձեզ համար, բոլորի համար ոնց որ թե լավ օր չէ, ինչ որ էմոցիոնալ օր է, պետք է ուղղակի կարողանալ դիմանալ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 3-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը լավ լուր եք լսելու, բարի լուր եք լսելու։ Ոմանց կարող են սիրո խոստովանություն անել, կամ դուք անեք, կամ ձեր սիրված կզգաք այդ լուրը լսելուց հետո կարող եք նաև սիրահարվել ինչ-որ մեկին այդ օրը, ձեր հարազատների հետ լինել։ Սպասում եք ինչ-որ մեկի նամակին, ինչ-որ փաստաթղթի, ոյցե տեղեկատվության եւ կարծես թե ստանում եք, որովհետեւ դրանից հետո ինչ-որ առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք ձեր գործերում, ձեր այն հարցերում, որոնք որ ուզում եք անել այդ օրը, հեռախոսազանգ ունեք եւ ժամը ձեզ համար շատ կարեւոր է, կամ ժամ եք կարող է պայմանավորվում ինչ որ մեկի հետ։ Հեռախոսով զանգարում եք, ժամ պայմանավորվեք, կամ իրենք են զանգարում, ձեզ ժամ են ասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 3-ին։
Հարգելի ջրհոսներ, կներեք այստեղ նայում եմ։ WhatsApp-ը վաղուց փակվել է, բայց WhatsApp-ը ինչ-որ մարդիկ են փորձում մտնել, կոդեր է գալիս, չգիտեմ, համենայն դեպս այս հեռախոսահամարը բացի Հայաստանից եւ այս ալիքից ուրիշ ոչ ոք չգիտի, որովհետեւ այս հեռախոսահամարը գոյություն չունի ոչ միտեղ։ Եվ հիմա WhatsApp-ից կոդեր է գալիս, ուզում են WhatsApp այդ համարով բացել։ Չգիտեմ ով է սա։ Վատ բան է սա, չի կարելի։ Այդ օրը տան հետ կապված որոշ իրադարձություններ ունեք, նաև կարող է առիթ է, որ պետք է մասնակցեք, հյուրեր կամ տունն եք կարգի բերում կամ տան իրերն եք տեղափոխում, գուցե տուն եք փնտրում նաև։ Սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, հեռախոսազանգ, որևիցե մասնագետին կարող եք տեսնել, որևիցե մասնագետի հետ կարող եք խոսել, միգուցե հեռախոսազանգը դրա համար է։ Զարգացում ունեք օրվա ընթացքում, առաջ խաղացում ունեք նաև եւ երեկոյան կմտածեք ինչ-որ մեկի մասին, ինչ-որ բանի մասին, ինչ-որ հետաքրքիր մի բան կարող է լինել, մտածեք, կամ ինչ-որ մեկը, կարող է այստեղ առիթին ինչ-որ մեկին եք տեսնում։ Կամ նաև մասնագետի հետ խոսելուց հետո կարող եք վերլուծել իր ասածները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 3-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը կամ շուտ եք արթնանալու կամ երկար կարող եք քնել, նաև ոմանց համար ինտիմ հարաբերություններ են։ Եվ հաջողություն ունեք նոր ինչ-որ դռներ են բացվելու ձեր առջև, հաջողություն գործերում, բիզնեսում, աշխատանքում, օրվա ընթացքում կարող եք սիրո խոստովանություն ստանալ, անել, ձեր սիրված գալ, ձեր հարազատների շրջապատում լինել, ձեր 4 կողմից սեր ստանալ։ Եվ հաջողություն ունեք այդ օրը եւս երեկոյան, եւս էլի կարող ձեր գործերում է, միգուցե նաեւ սիրային հարցերում է, սիրային ինչ-որ թեմա է, որ ինչ-որ հաջողություններ կունենաք, միգուցե ասում եք, սիրո խոստովանություն եք անում եւ իմանում եք, որ դիմացինը եւս սիրահարված է ձեզ կամ մեկ այլ հարցեր են։ Եվս հա ոնց որ օրվա ընթացքում երկու տարբեր հաջողություններ ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։